Իրանը խափանել է Զանգեզուրի միջանցքի ստեղծման փորձը, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթին։ Նրա խոսքով Իրանը երբեք այնքան հզոր, անկախ եւ ազդեցիկ չի եղել, որքան այսօր։ Այդ հզորության վառնշաններից մեկը Հարավային Կովկասի տարածաշրջանի ճգնաժամին Իրանի արագ եւ վճռական արձագանքն էր, երբ որոշ երկրներ փորձում են Զանգեզուրի միջանցք ստեղծելու պատրվակով Նախիջևանը Ադրբեջանի հետ միացնել Հայաստանի տարածքով, մի նախագիծ, որն ըստ էության կնշանակեր իրանական միջանցքի մասնատում եւ արգելափակում դեպի Եվրոպա, Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն դեմ էր այդ ծրագրին եւ խափանեց դրա իրականացումը, ասել է Վելայաթին։ Այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնիսկ առանց Ռուսաստանի աջակցության կարողացավ խելամիտ դիվանագիտության միջոցով պահպանել անվտանգությունը Հարավային Կովկասում եւ թույլ չտալ ՆԱՏՕ-ի ներթափանցումը, հայտարարել է նա։ Պաշտոնյան նշել է, որ Հարավային Կովկասում Իրանի հմուտ եւ ռազմավարական ներկայությունը ոչ միայն ազգային շահերի պաշտպանություն է, այլև ամուր պատնեշ է տարածաշրջանի գործերին օտարերկրյա ուժերի միջամտության ճանապարհին։ Թեհրանը հետևողականորեն հանդես է գալիս Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի դեմ, որի բացումը պնդում են Թուրքիան եւ Ադրբեջանը, եզրափակել է նա։ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին Լեռնային Ղարաբաղն անվանել է վիճելի տարածք եւ դրանով իսկ խեղաթյուրել փաստերը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Մենք խորհուրդ ենք տալիս պարոն Մեդինսկուն զերծ մնալ միջպետական հարաբերություններին վնաս հասցնելուց, նման սխալ հայտարարություններ անելով իր լիազորությունների շրջանակից դուրս հարցերի վերաբերյալ, ասված է հաղորդագրության մեջ։ Նախարարությունը նշել է, որ Ռուսաստանը ճանաչել է ադրբեջանական իշխանությունն այդ տարածքի նկատմամբ, ինչպես նաև անտեղի է համարել ռուս-ուկրաինական հակամարտության համեմատությունը այն իրավիճակի հետ, որը գոյություն ունի Լեռնային Ղարաբաղում։ ՆԱՏՕ-ն կպահպանի Ուկրաինան իր կազմում ընդունելու խոստումը, նույնիսկ եթե դա չգրվի դաշինքի առաջիկա գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ մամլո հաղորդագրության մեջ, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Ռյուտեն հստակեցրել է, որ Ուկրաինայի հետ կապված կետերը հավանաբար կներառվել մամլո հաղորդագրության մեջ, որը կընդունվի հունիսի 24-ից 25-ը Հաագայի համագումարի արդյունքներով։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով ներկա պահին դաշինքի անդամները միասնական դիրքորոշում չեն ձևավորել, արդյոք եկել է Ուկրաինային միավորման մեջ ընդունելու ժամանակը։ Ռյուտեն նաև կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վարժեցնել Վլադիմիր Պուտինին եւ դրանով դադարեցնել ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Ադրբեջանը խոստացել է շարունակել նավթի արտահանումն Իսրայել, չնայած Թուրքիայի առարկություններին, հայտնել է իսրայելական աղբյուրը։ Ադրբեջանը խոստացել է Իսրայելին, որ կշարունակի նավթ մատակարարել իրեն, չնայած պաշտոնապես դադարեցրել է հայտնել Իսրայել նավթի արտահանման մասին, հայտարարել է աղբյուրը։ Նշվում է, որ Բաքուն որոշել է դադարեցնել Իսրայել արտահանումը, փորձելով մեղմել ճնշումը Էրդողանի կառավարության կողմից, որը երկրի ներսում բողոքի ցույցերի է բախվում իր խողովակաշարերից դեպի Իսրայել նավթի վաճառքի պատճառով, հավելել է աղբյուրը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի նպատակն է Բունդեսվերը դարձնել Եվրոպայի ամենաուժեղ բանակը, հաղորդում է Էկոնոմիստը, սակայն փորձագետները զգուշացրել են, որ դրան խանգարում են բյուրոկրատիան եւ գնումների անարդյունավետ ընթացակարգերը։ Նախկին զինվորական Ալֆոնս Մայսը կոչ է արել շտապ անցնել սպառազինությունների զանգվածային արտադրությանը։ Քննադատները նշել են, որ արտադրողների նկատմամբ չափազանց մեծ պահանջներն են հիմնական խնդիրները։ Ամենամեծ խնդիրը վերլուծաբանները համարում են բանակի նկատմամբ գերմանացիների թերահավատությունը։ Առանց համընդհանուր զինապարտության Բունդեսվերի համար դժվար է ճիշտ քաղաքականությամբ մարտիկներ հավաքել, եզրափակել են նյութի հեղինակները։